Եվ որևէ մեկին արդարացրեցի։ 9 կնոջ դրամատիկ պատմություն մյուզիքլին հատուկ գծերով։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երգի պետական թատրոնում բեմադրվել է բելգիացի ժամանակակից գրող Ամելինո Տոմբի Կապույտ մորուքը բեսթսելերը Շարլ Պերոյի համանուն հեքիաթի մոտիվներով։ Բեմադրության հեղինակը մշակույթի վաստակավոր գործիչ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է, ընդգծում է միշտ էլ հաճելի է վերադառնալ երկրորդ տուն, Երգի թատրոն ու նոր փորձարկումներ անել։ Իսկ ինչ կա այնտեղ իրականում։ Երգի պետական թատրոնը ձեռք բերեց ստեղծագործության իրավունքները եւ մենք ահա այսօր հասել ենք այն պահին, որ պետք է ներկայացնենք ներկայացումը արդեն իր ողջ կառուցվածքով, տեսքով, ընթերցմամբ, որովհետեւ այնուամենայնիվ սա մեր ընթերցումն է եւ սա մեր տեսակետն է այս ստեղծագործությանը։ Ռեժիսորը վստահ է, յուրաքանչյուր ընթերցող նաև հանդիսատես կգտնի իրեն հուզող հարցերի պատասխանները։ Ներկայացման 8 կանայք Երգի պետական թատրոնի երգչուհիներն են, 9-րդ կնոջ, գլխավոր հերոսուհու դերում Նարինե Պետրոսյանն է, Երգի պետական թատրոնի բեմում խաղալու է առաջին անգամ։ Չէի պատկերացնում, որ այս գործը այս ֆորմատով կարող է այստեղ տեղավորվել, բայց շատ գեղեցիկ մյուզիկլ են կարելի ասել ստացել եւ իմ կերպարն էլ ինձ համար շատ հետաքրքիր է եւ արդեն հարազատ է դարձել։ Այստեղ տեսնում ենք մի աղջնակի, ով մարտահրավեր է ոնց որ նետում մի մարդու, ով կարծես թե պիտի որ իր կյանքը խլի եւ այստեղ տեսնում ենք, որ այս դարի կանայք արդեն դարձել են շատ ավելի համարձակ եւ իրենք իրենց տեղի համար պաշտպանում իրենց տեղի համար այսօր կռիվ են տալիս։ 1600-ականների պատմությունը մեր օրերում համեմված հանրահայտ հիթերով։ Ներկայացման միակ արական սեռի ներկայացուցչին Կապույտ մորուքին մարմնավորում է Արսեն Գրիգորյանը։ Ասում է, արիստոկրատ իսպանացու կերպարը հեշտությամբ է կերտել։ Հրաչ Քեշիշյանի հետ աշխատել է տարբեր նախագծերում, բայց բեմում առաջին գործակցությունն է։ Հրաչը յուրահատուկ ազատություն է տալիս արտիստին ստանալու համար այն ինչ որ արտիստը կարող է տալ եւ իհարկե բնականաբար անում է իր մեղմ, բայց խիստ շտկումները, որոնք օգնում են կերպարը ստեղծել։ Շատ ոգևորիչ է Երգի պետական թատրոնի երիտասարդ սերնդի երգչուհիների ներգրավվածությունը, որտեղ իրենց ձայնից բացի նաև դերասանական հմտություններով են հանդես գալիս արտիստները ու շատ լավն են 8 կանայք, որոնք բոլորը իմ կյանքի պատմության կարևոր մասն են կազմում։ Երգի պետական թատրոնը տարին բուռն է մեկնարկել, առաջիկայում կլինի եւս մի քանի պրեմիերա, իսկ Կապույտ մորուքի առաջնախաղերը մարտի 12-ին եւ 13-ին են։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։